Սամվել Կարապետյանի նախընտրական բայղուշությունը վերջին օրերին նոր թափ է հավաքել։ 300,000 ադրբեջանցու վերադարձի թեզը ուռճացրել է, դարձնելով 1 միլիոն։ Նա ավելի հեռուն է գնացել ու լոռեցիների հետ հանդիպմանը ըստ էության հակապետական հայտարարություն արել, թե Տաշիրում ադրբեջանցիները գյուղեր են ունեցել։ Մենք ապրել ենք ադրբեջանցիների հետ, կոնկրետ Տաշիրում մենք ունեինք ադրբեջանցիների գյուղեր, մի 6-7 հատ։ Դուք գիտեք իրենք ինչ արագությամբ բազմանում են։ Բայց այս թեզերը նորություն չեն։ Եթե Ադրբեջանի վերնախավը այդ նարատիվները առաջ է տարել ներքին լսարանի համար, ապա ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ցանկությունը կարծես թե նաև Հայաստանի նախկին էլիտաների նպատակն է շատ վաղուց։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ։ Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ։ Հիմա զարմանալու ոչինչ չկա, թե ինչու են հանրապետականները հարմար տեղավորվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում։ Նրանց բոլորի տերերը նույն մարդիկ են, իսկ թե որն է նպատակը, ենթադրություններ թող անեն Հայաստանի քաղաքացիները։